Սիրելի արինակիցներ, իրականում քննարկում ենք ամեն դեպքում, քննարկում ենք Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարց եւ ես օգտվելով առիթից մի քանի կարևոր ոլորտին վերաբերող խնդիրներ եմ ուզում բարձրաձայնել։ Չնայած միանգամից ասեմ, որ մեծ հույս չունեմ, որ օրվա իշխանությունը ականջալուր է լինելու եւ առնվազն գոնե այդ խնդիրները դարձնելու է դիտարկման առարկա, բայց եւ այնպես կարեւոր է այդ խնդիրների արձանագրումը, որովհետեւ վերաբերում է հանրային կյանքին, վերաբերում է մեր գրեթե բոլոր քաղաքացիներին, նրանց կյանքի որակին եւ ընդհանուր առմամբ նաեւ մեր սոցիալ-տնտեսական ոլորտին։ Կենտրոնական բանկը, ինչպես գործընկերս Արտուր Խաչատրյան բնորոշեց, մեգակարգավորող գործառույթ ունի եւ թիվ 1 սահմանադրական գործառույթը Կենտրոնական բանկի վերաբերում է գների կարգավորմանը։ Տեսեք, սիրելի արինակիցներ, մենք ամենօրյա ռեժիմով գրեթե լսում ենք ամենատարբեր գնահատումները, այս մի կողմը ներկայացնում է թե ինչքան պայծառ է կյանքը եւ ինչքան արագ ենք մենք զարգանում, ընդդիմություններ բնականաբար խնդիրներ են մատնանշում ամենատարբեր գնահատումներով, բայց մի բան փաստ է։ Մեր երկրի թիվ 1 սոցիալական խնդիրը նախորդ 7 տարիներին շարունակում է պատճառաբանված լինել հենց առաջանցիկ գնաճով։ Հիմա ինչ էլ ուզում են ասեն օրվա իշխանությունները, այդ թվում վիճակագրություն բերողները, տեղ-տեղ նկարողները, միևնույնն է, այս գնաճը, որը Կենտրոնական բանկի կարգավորման տիրույթում է, նեղացնում է մեր սոցիալական վիճակը, այսինքն վատացնում է հանրության սոցիալական կյանքը։ Պարզ, բոլորը ամենալավը գիտեք։ Ուրեմն տարբեր բանաձևերով գնաճի ցուցանիշ են հաշվարկում, հետո թիրախավորում են, գործիքներ կա, չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, ասում են, տեսեք, նորմալ է գնաճը մեր կանխատեսած տիրույթում է, ենթադրենք 4%, միջին գնաճը ամեն ինչ լավ է, ուրախ զվարթ։ Նախորդ 7 տարիներին առաջին հանրայնության ապրանքների գնաճ, այսինքն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի ավելացումը շեշտակի ավել է եղել, քան մեր բնակչության շուրջ 40%-ը կազմող սոցիալապես խոցելի տարբեր խմբերի եկամուտների աճը։ Վերցրեք այդ թվում աղքատներ, որոնք նպաստ են այս կամ այն ստանում, էլ չասեմ ծայրահեղ աղքատները, էլ չասեմ նաև այն աղքատ ընտանիքները, որտեղ թերսնված երեխաներ կան, նվազագույն աշխատավարձով աշխատող աղքատները եւ նաեւ կենսաթոշակառուները, հատկապես միայնակ տարեց մեր կենսաթոշակառուները։ Ստեղ Կենտրոնական բանկին մեղադրել կարծում եմ ազնիվ չի։ Կենտրոնական բանկը իր գործիքակազմով թիրախավորում, ընդամենը պետք է մանավանդ որ տեխնացում, պարոն Քթոյան, դուք ասում էիք ժամանակակից նոր մոտեցումներով եմ գնում, ինչը ինձ ինչ-որտեղ ոգևորել է նաև դրական իմաստով, որ այո, բազմաթիվ փոփոխություններ կան այսօր, որ կարելի է անել եւ դրանք շատ արագ լուծումներ են պահանջում, այստեղ առնվազն միջազգային նաև պրակտիկան դիտարկելով Կենտրոնական բանկը կարա գնաճի դեմ պայքարի, օրինակ որոշակի դիվերսիֆիկացված գործիքակազմեր կիրառելով, միանշանակ այն ինչ որ ունի, եթե ընդհանուր գնաճային տրամաբանության մեջ է, բայց պետք է մտածել, նաև ճկուն պետք է մտածել, ինչպես դուք եք ասում, որ հնարավոր դառնա, ասենք օրինակ առաջնահերթ փոխազդելու առաջին հանրայնության ապրանքների պարոնային անվտանգության զամբյուղում ներառված ապրանքների գնաճը կասեցնելու համար։ Բնական է Կենտրոնական բանկը սոցիալական քաղաքականություն մշակող եւ իրականացնողը չի, այստեղ թույլ տվեք էլ շարունակեմ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա սոցիալական քաղաքականություն, կա հակասոցիալական քաղաքականություն։ Եվ կա նաև դրան զուգահեռ ստերի, կեղծիքների,
անընդհատ անիմաստ խոստումների, մանիպուլյացիաների մի իրավիճակ, որով փորձում են քողարկեն այդ ձախողումները։ Հիմա գալով ժամանակակից այսպես նոր մարտահրավերներին, կրիպտոարժույթների մասին երկար խոսվեց, բայց ինչքան էլ փորձենք ինչ-որ կարգավորումներ, փաթեթներ բերել, միևնույնն է, այստեղ թիվ 1 խնդիր, իհարկե դրանք անհրաժեշտ են, թիվ 1 խնդիրը հավատն է, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է պետական մարմինների նկատմամբ, այդ թվում այդ ոլորտը կարգավորող կենտրոնական բանկի։ Բայց այս վերջին 7 տարիներին կեղծ խոստումների շքերթը խոստանալ չանելու առաջնորդությունը նաև բերել է դրան, որ մարդիկ այո չեն վստահում նաև դրամային քաղաքականությանը, նաև չեն վստահում այդ կարգավորումներին եւ ցավոք սրտի դա շատ հաճախ օրինակ արժույթի արժեզրկում, գերարժևորում, այս տատանումների ժամանակ կրիպտոարժույթների ոլորտում եւ այլն ընկնում են եւ ամենատարբեր բանկային այս խապկանքները, վստահ եմ դուք էլ պարոն Քթոյան լավ գիտեք, ընկնում են ծուղակները, փողեր են կորցնում, մեծ փողեր են կորցնում եւ բնականաբար նոր հիասթափությունների առաջ են կանգնում։ Կլինեն լուծումներ, չեմ կարծում, չեմ հավատում։ Խնդիրներ էլի կան, առիթ կունենանք, նորից կարծում եմ կանրադառնանք, բայց ես չեմ կարող նաև չանդրադառնալ այս 2 օրվա այս վայրիվերումներին, ես ասեմ անսահման վախի մթնոլորտին, որը տիրում է սահմանադրական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի մոտ։ Ժողովուրդ ջան, այս ինչի եք սենց վախեցել։ Այս ինչ ա եղել։ Այս չէ, մեզանից չէ, դուք, չէ, ինձանից դուք չեք վախենում, պարոն Սիմոնյան, եւ պետք էլ չի, որ ինձանից վախենաք։ Ես ուզում եմ, որ դուք Աստծուց վախենաք։ Ինձանից պետք չի վախենալ, ինձանից պետք չի։ Տեսեք, ես անկեղծ ուզում եմ, ինչի, որովհետեւ դուք առաջնորդում եք իմ երկիրը, դուք առաջնորդում եք իմ ժողովրդին, դժբախտաբար այդպես է, բայց դուք եք առաջնորդում, չգիտեմ քանի օր դա կլինի, քանի ժամ կլինի, որքան կտևի, բայց առնվազն այս պահին այդպես է, վախեցեք Աստծուց վախեցեք, որովհետև Աստծո պատիժը աներկբայ է, գտնելու է բոլորին ամենուր եւ լինելու է համարժեք։ Իսկ դուք միայն վախենում եք, գիտեք ինչից։ Իշխանություն կորցնելուց։ Ձեր տունը շինվի, իշխանություն է, էլի, կկորցնեք էլի, բա դուք ժողովրդավար եք, չէ։ Բա մի օր պետք է կորցնեք, չէ, առնվազն 300 տարեկանում, պարոն Սիմոնյան, երբ որ բնական մահով մահանաք, քոնե ժամանակ էլ իշխանություն չեք ունենա, կամ 500 տարեկանում, օրինակ։ Բայց առնվազն այդ մի օր գալու է, այդպես վախենալ պետք չի։ Երբ որ շատ եք վախենում, շատ սխալներ եք թույլ տալիս։ Իսկ երբ որ շատ եք սխալներ թույլ տալիս, իշխանության կորուստը ավելի շուտ է գալիս։ Խորհուրդ եմ տալիս, կարող եք չընդունել, ավելի լավ կլինի, որ չընդունեք, բայց այդպես է իրականությունը։ Իսկ դուք վախենում եք միայն ձեր տակ առած աթոռներից, որովհետև ես հասկանում եմ, ամենալավը դուք գիտեք, ինչ եք բերել իմ ժողովրդի գլխին։ Դուք գիտեք ամենալավը, ինչքան էլ գաք քննադատեք։ Օրինակ, հիմա պարոն Թումանյանը կարա ինձ մեղադրի, օրինակ, քրեական օրենսգիրքը կարա բացի, առաջին հոդվածից մինչև անցումային դրույթներ կարդա, պարոն Վարդանյանն էլ որպես իմ կողմից ճանաչված իրավաբան հաստատի, վերդիկտը կայացնեն, մի հատ էլ երրորդ մեկը, օրինակ, պարոն Սիմոնյան, դուք կարող եք լինել եւ ցմա դատապարտեք։ Այդ խնդիր չի, բացարձակ խնդիր չի։ Բացարձակ խնդիր չի այդ մեղադրանքները, որ գալիս եք այստեղից, էլ չասեմ, այստեղ մարդիկ կան, որ անկեղծ ասած, որ երբ որ ելույթ են ունենում, վստահաբար ձեր դուրն էլ չի գալիս։ Բայց երևի գնում են, այնտեղ ասում են, տեսակ ինչ արեցինք, ու այ տեսակ։ Չէ, դուք ինչ արեցիք։ Դուք ավեր եք բերել, դա փաստ է։ Դուք բերել եք երջանկության փոխարեն համատարած իրապես դժբախտություն։ Դուք հայրենիք եք հանձնել եւ դուք, այո, դուք հեռանալու եք, դուք իշխանազրկվելու եք,
դա անխուսափելի մի բան է, բայց մի վախեցեք այդքան դրանից, ինչքան շատ վախենաք, այնքան ցավոտ եք իշխանազրկվելու, հետևաբար, քանի դեռ ժամանակ կա, վախեցեք Աստծուց։ Ես անկեղծ ասած չգիտեմ, չեմ էլ ուզում արձագանքեմ ձեզ, բայց ես կամ իմ գործընկերները մարդ ենք սպանել Երևանի կենտրոնում, ընտրություն ենք կեղծել, այդ ինչից պետք է մենք վախենանք։ Գնացեք Ռոբերտ Քոչարյանին հետի ասեք, գնացեք Սերժ Սարգսյանին հետի ասեք, եթե դուխ ունեք այդքան, բայց դուք այդքան դուխ չունեք այդքան բան ասեք, որտեվ հաջորդ ցուցակի մեջ չեք լինի։ Վերջացրեք այդ պաթոսա, դուք լավ տնտեսագետ եք գուցե, բայց ներողություն եմ խնդրում որպես քաղաքական գործիչ, գոնե դուք քաղաքական ելույթ մի ունեցեք, դուք Բաբկեն Թունյանի հետ հերակա բանավեճ արեք։ Պարոն Խաչատրյան, ձեզ հրավիրում եմ ամբյոնի մոտ, համեցեք։ Բաբկենի հետ Թունյան, Բաբկենը իմ ընկերն է, Բաբկենը մեր ընկերն է, մենք լավ էլի, ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական ելույթ եմ ունենում։ Սիրելի Հոբելյար, տեղից չենք խոսում։ Պետք է Աստծուց վախեցեք, գնա իրան ասա դե տենց։ Լավ, պարոն Ավետիսյանը պարկեշտ, բարի մարդ է, ինքը որ ասեց տեղ-տեղ նկարում են, ես մի քիչ այդ տեղ-տեղ բառը լավ էլ երբես նայում